Հունվարի 15-ին ժամը 23:05-ին համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում տված 30-ամյա քաղաքացին հայտնել էր, որ բանկային քարտը կորցրել է եւ նույն օրը անհայտ անձը քարտից 96,000 դրամ է օգտագործել։ Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են տվյալ բանկային քարտով գնումներ կատարած քաղաքացու ինքնությունը։ 63-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել է բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ 30-ամյա քաղաքացու բանկային քարտը հայտնաբերվել է։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ակնալիջ գյուղի 27-ամյա բնակիչը թմրամիջոց է պահում։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 27-ամյա երիտասարդի տանը կից անասնագոմում հայտնաբերվել է 213 գրամ թմրամիջոցի նմանվող զանգված։ Ակնալիջի բնակիչ 27-ամյա երիտասարդը ձերբակալվել եւ տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Օրերս համացանցում տեսանյութեր էին շրջանառվում, որոնցում վարորդները մեքենան վարում են անկանոն, ոչ միայն կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, այլև վտանգելով իրենց եւ երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Այս մասին հայտնել են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։ Մասնավորապես Վայոց ձորի պարեկները հայտնաբերել են Զառիթափ, Նոր Ազնաբերդ գյուղերը կապող ճանապարհին անկանոն երթևեկող եւ վթարային իրավիճակ ստեղծող վարորդին ՎԱԶ 2114-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Մի վարորդ էլ մեքենան անկանոն վարել էր Իջևան քաղաքում։ Տավուշի մարզի պարեկները հայտնաբերել եւ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել Մերսեդեսը։ Իդեպ մի քանի օրին անց վարորդ էլ պարեկային ծառայողները հայտնաբերել են օպերատիվ ճանապարհով։ Երևանի պարեկները հայտնաբերել են Մայրաքաղաքի Ռուբինյանց եւ Չարենցի փողոցներում հանդիպակաց կոդիով երթևեկող Մերսեդեսն ու ՎԱԶ 2107-ը։ Կարգազանց մի վարորդ էլ BMW-ն վարում էր Սևանալեջի Սառած մակերեսին, այդ կերպ վտանգելով իր իսկ կյանքն ու առողջությունը։ Վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Քրեական ոստիկանության գլխավոր եւ Արագածոտի մարզային վարչությունների ու համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Աշտարակ քաղաքի Լինչի փողոցի հասցեներից մեկում հայտնաբերվել եւ Էրեբունու բաժին է տեղափոխվել 48-ամյա մի կին։ Նա 2016 թվականի հոկտեմբերի 26-ից Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով։ Խափանման միջոցը կալանք։ Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։